Աստված իր մեծ ծրագրի համար Մովսեսին պատրաստեց, եւ նրա առաջին ու կարևոր պատրաստության ընթացքը եղավ 40 տարի Եգիպտոսում։ Սովորեց Եգիպտոսի բարձրագույն համալսարանում։ Դա նման է այս օրերի Օքսֆորդի համալսարանին, որովհետև Մովսեսը պետք է գրեր Աստվածաշնչյան 5 կարևոր գրքերը եւ նաեւ պետք է լիներ առաջնորդ Իսրայելի ժողովրդի համար։ Կարծես թե ամեն ինչ պատրաստ էր, սակայն մի բան կար, որ Աստված պետք է իր կյանքի մեջ աներ։ Նա ուներ հեղինակություն, նա ուներ գիտելիք, նա ուներ կրթություն, սակայն Աստված պետք է եւս 40 տարի նրան արդեն կերտեր նրա բնավորությունը, նրան խոնարհացներ։ Փաստորեն 40 տարին անցավ նրա կրթության վրա, նրա զարգանալու վրա, իսկ հաջորդ 40 տարին Աստված աշխատեց նրա բնավորության վրա, նրան խոնարհացնելու վրա։ Սիրելիներ, մարմնից ազատվելը հեշտ process չի։ Աստված կարող է մեզ տարբեր կերպերով պատրաստել, բայց ամենամեծ եւ կարեւոր դասը, որ Աստված անցկացնում է մեզ, դա խոնարհացման ճանապարհն է։ 40 տարին փաստորեն նա այդքան գիտելիք ուներ, բայց դա դեռ բավարար չէր Աստծո համար, որտեղ Աստված եւս 40 տարի էլ պետք է աշխատեր Մովսեսի խոնարհացման բնավորության վրա, որպեսզի ավարտին հասցներ Աստծո այն մեծ ծրագիրը, որ Աստված իր համար ուներ։ Սա ինձ ու քեզ կարևոր դաս է, որ մենք տեսնենք մեր կյանքում նույնպես Աստված ոչ միայն մեզ զարգացնելու, իմաստություն եւ շնորհք տալու, այլ նաեւ Աստված ժամանակ է ներդնում մեր բնավորության վրա, մեզ խոնարհացնելու վրա, որպեսզի մենք ավարտին հասցնենք այն մեծ գործը, որ Աստված ունի յուրաքանչյուրիս համար։